Բարի գալուստ իմ ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, նախ շնորհակալություն եմ հայտնում ավելացված բաժանորդագրվողներից, ովքեր բաժանորդագրվել են ալիքիս, ովքեր դիտում են, բայց ճիշտն ասած էլի պասիվ եք, ուզենայի, որ ավելի շատ լիներ դիտումները, ընդհանրապես ես բոլորից եմ շնորհակալ, նույնիսկ այն մարդկանց, որ բաժանորդագրված են ու ինչ-ինչ պատճառներով չեն դիտում կամ չգիտեմ, միգուցե սպասում են վերջնական կետին ալիքը չկորցնելու համար, ինչևէ, բոլորից շնորհակալ եմ, ուղղակի խնդրում եմ մի փոքր ակտիվ լինել, տարածել, դնել լայքերը, հավանության տարածել, դնել լայքերը ու հավատացեք, դա ինձ պետք է, դա ինձ մոտիվացնում է ու ընդհանրապես դա այն թեման է, որ Հայաստանում քիչ է կարնիվորի թեման, ընդհանրապես չկա այդ թեմայով խոսակցություն, YouTube-յան ալիքում ես չեմ հանդիպել, միգուցե դուք հանդիպել եք, եթե հանդիպել եք, կցանկանայի իմանալ ալիքի թե անունը, թե ընդհանրապես։ Այսօր ուզում եմ խոսել այն մասին, որ այս վերջերս ուղղակի TikTok-յան ալիքը ուղղակի գրանցվել եմ, այդպես չի, ուղղակի թերթում եմ, նայում եմ, ինձ շատ է բերում, դե բնական է, ալգորիթմը այնպես է, որ ինչ դիտում ես, այն էլ բերում է, շատ են տարբեր դիետաներով նիհարող մարդկանց, իդեպ կուզենայի, որ ընդհանուր առմամբ ովքեր ինչ ձևի, ինչ տեսակի դիետաներ են օգտագործել, կուզենայի, որ թեկուզ կյանքում մեկ անգամ, կուզենայի, որ գրեիք մեկնաբանություններով, խոսենք այդ թեմայի շուրջը, որովհետև TikTok-յան ու Instagram-յան ալիքում տարբեր տեսակի են այնտեղ նիհարում, սկսած կալորիականություններ հաշիվելը, վերջացած կետո դիետան, իհարկե շատ մեծ տեղ է գրավում վիրահատությունը, կարծեմ ինձ հետևողները գիտեն իմ կարծիքը վիրահատությունների և դեղերի մասին, դեմ չեմ, եթե մարդ կարող է, հնարավորություն ունի, էլի եմ ասում, իմ մտքով շատ է անցել, բայց իմ հնարավորությունները թույլ չեն տվել, ուղղակի հնարավորություններից ելնելով, միգուցե ունենայի հնարավորություններ, ես ինքս դիմեի, ոչ մի այդպիսի բան ես չեմ տեսնում, ուղղակի կան տարբեր տեսակի, տարբեր ճանապարհներով նիհարող մարդիկ, բայց ես կուզենայի, ու երևի անդադ եմ կրկնվում այդ մասին խոսում եմ, ընդհանուր առմամբ այդ մարդիկ այնքան շատ քաշ կորցնելուց հետո ինչու են գալիս նույն քաշին, որոնցից մեկն էլ ես եմ եղել մի քանի անգամ հետ ու առաջ անելով քաշս ու ընդհանուր վերջնական ես ինձ համար հասկացել եմ, որ ճիշտ է բոլորն էլ ավելորդ քաշի խնդիր ունեն, բայց այդ մարդիկ տարբեր հիվանդություններ ունեն քրոնիկ, տարբեր ձևի իրանց մետաբոլիզմը աշխատում ու պետք չի դնել բոլորին մի կափարիչի մեջ ու փակել, ասել դուք բոլորդ նույն եք, այո, բոլորիս կապում է այդ տարածքում ավելորդ քաշը, բայց ամեն մեկը հավաքելու իր ճանապարհը գիտի, գիտեմ մարդիկ, որ քաղցր չեն սիրում, բայց գիրանում են, գիտեմ մարդիկ, որ բացի քաղցրից ուրիշ բան չեն սիրում ու գիրանում են, մարդիկ գիտեմ, որ ինչպես ասում են, դեռ վաղուց մանկական գիրությունից այդպես մնացել են, ինչպես ես, մարդիկ կան նոր են հավաքել հասունացման շրջանից հետո, արդեն հասուն տարիքում, նույնիսկ արդեն
50+ են հավաքել, 40+ են հավաքել այդ տարիքնում, այնպես որ մարդիկ տարբեր են, բայց ընդհանուր առմամբ բոլորին այդ ինձ մի քիչ զայրացնում է կամ զարմացնում է այն պահը, ճիշտ ասում են կալորիականությունները պետք է կրճատել, այս կողմ են կողմ, եթե դիֆիցիտ կա կալորիայի, ուրեմն մարդը նիհարում է, հա, եւ որոշ չափով ես համամիտ եմ, բայց ես ուզում եմ խոսել որակի մասին, ինչպես են նիհարում, ու էլի ես հիմա դանդաղ եմ քաշս գցում ու էլի չգիտեմ, մի կողմից կարող է դուք ասեք, դա դու ես դրա համար ինքդ քեզ ես հույս տալիս, չգիտեմ, բայց ինձ թվում է ես այս անգամ ավելի խելացի եմ մոտենում, որովհետև այն մարդիկ, նույնիսկ գիտեք, այն հայտնի մարդիկ եկել են այն եզրակացության, որ հետագայում խնդիրներ են ունեցել մարսողականության հետ, խնդիրներ են ունեցել աղիների հետ, խնդիրներ են ունեցել թե այդպես բարոյական, թե այդպես, ինչպես ասում են, ամեն տեսակի խնդիրներ են ունեցել։ Այնպես չի, որ հիմա երբ որ կարնիվորով ես անցնում եմ, խնդիրներ չկան, բայց այնտեղ էլի եմ ասում, բանջարեղենին ես այդպես կտրականապես դեմ չեմ, բայց եւ նաեւ իրենց հետ կարնիվորցիների հետ համեմիտ եմ, որ ոչ բոլորին է բանջարեղենը գնում, եթե դա ունես դու խնդիրներ աղիների հետ, մարսողության հետ, այնտեղ հաստաղիքի հետ, այնտեղ տարբեր բաների հետ, ենթաստամոքսային գեղձի հետ, իրոք որ չարժե մի քանի բանջարեղեններ ու մրգեր այնտեղ չարաշահել։ Կան մարդիկ ասում են միրգը վիտամիններ է, այո, ես համաձայն եմ վիտամիններով հարուստ են, բայց եւ այո, ես հասկանում եմ, այնպես չի, որ այդ վիտամինները 100%-ով մենք կարող ենք ինչ-ինչ պատճառներով մեր օրգանիզմի ինչ որ պակասությունների ու ավելցուկների պատճառով մենք չենք կարողանում այդ բոլորը յուրացնել, բոլոր վիտամինները, բոլոր մակրո-միկրո նյութերը, հանքային նյութերը, այդ բոլորը մենք չենք կարող բոլորս յուրացնել ու յուրացնել բոլորս նույն չափով, սպիտակուցները, իսկ ինչ է թվում ձեզ, ես այսքան սպիտակուց ուտելուց ու ճարպ ուտելուց արդյոք բոլորն եմ յուրացնում, երբ որ լսում եմ կարնիվորցիներին, հասկանում եմ, որ այո, ես բոլորը չեմ յուրացնում, այդտեղից գալիս են մի շարք պրոբլեմներ, այդտեղից է նաև երևակայի իմ մազաթափությունը, որը սկսվեց, ասեմ, թե ես մազաթափություն չեմ ունեցել, հայի դեպ դրա համար էլ մազերս կարճ եմ կտրել, ասի գոնե ինչ որ միջափ կազդի մազերիս վրա, բայց այն ժամանակ, որ ես ուտում էի եւ վիտամիններ, եւ մրգեր, եւ բանջարեղեններ, էլի իմ մազերը սեզոնային թափվում են, դրանից ինձ համար հետևություն ինչ անեմ, որ այո, իհարկե, ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ, ինչ որ մի կերպ իմ մարմինը բոլոր օգտակար նյութերը ինքը չի ներծծում, ուրեմն ինչ որ մի պակասություն կա, դրա համար այն դիետիկ մարդիկ, եթե հիմա ներտամ ասել եք, կարող ուզում եք անալը շատացնել, այդպես հայտնի մարդկանց անուններ է տալիս, չէ, քավլիցի, իհարկե շատացնելու ուզում են, բայց դա չէ էականը, մարդիկ այսօր բողոքներ ունեն, մարդիկ գնացել են բժշկի ու այդ մարդկանց ասել են, որ պետք չէ բանջարեղեն օգտագործել, որովհետև աղիները, որովհետև ենթաստամոքսային գեղձը, մարսողականությունը եւ այլը, ինչը որ ես միշտ ասում եմ, ժողովուրդ ջան, ես դա չեմ կարողանում մարսել, ես սա չեմ, հենց սկզբից հասկացել եմ։ Մի ժամանակ, երբ որ դոկտոր Բերգին էի լսում, կիմանաք, կետո դիետայի խիստ այդպես հետևորդ,
Երբ որ կետո դիետայով էի սնվում, նա այնքան էր այդ սալատների մասը ուռճացնում ու օգտակարության, սալատներ, ես էլ էի փորձում այդ սալատները շատ օգտագործելու, ամեն անգամ զգում էի, որ իմ ստամոքսը դա չի մարսում, ընդհանրապես ծանր է իմ ստամոքսը, հա ես քաշ եմ գցում, հա բայց ընդհանուր առմամբ դա իմս չէ։ Նույն կաղամբով հիմա կարող է սիրում եմ, շատ եմ սիրում բանջարեղենները, բայց դա իմս չէ, դա չի մարսում իմ օրգանիզմը։ Կամ որ ասում են անպայման պետք է 100 գրամ ուգլիվոդը լինի ամբողջական ալյուրից պատրաստված, չգիտեմ ինչ, բոլորի մոտ չի դա, սիրելիներս, ուզում է դա այդպիսի բան գոյություն չունի, ինչ է նշան ամբողջական ալյուր։ Ամբողջական ալյուրը դա կլինի, երբ որ ցորենը մի թեթև, այն որ մենք խաշիլ ենք անում, այդպես մանր դնեք, կիսամանր եւ այդպիսին սարքեք հաց ուտեք, դա կլինի։ Երբ որ արդեն դա ալյուր է դառնում ու այդ սպիտակուցները, այդ գլյուտեն ալյուրի մեջ, մի խոսքով, դա ինչ ցիլնազեռնավոյ, ես դա չեմ հասկանում, իմ կարծիքով, ես լսել եմ խելացի մարդկանց ու էլի նորից ես դա չեմ հասկանում։ Կամ այն մարդիկ, որոնք թեկուս կետոյում ուտում են կեքսիկներ, ուտում են, սարքում են նուշի ալյուրից, տարբեր տեսակի ընկույզի, չգիտեմ, պնդուկի, տարբեր բաներից ալյուրներ եւ այնտեղ հա տարբեր ձևի բաներ են պատրաստում, կեքսիկներ, հացեր, լնա, խլեբ լնա կամ այդպես անունը հայերեն մոռացա, ու նորից ախր էլի հիշողություն ունի մեր ուղեղը, մենք ինչ կերել ենք, նրան սովորենք, մարդ կամած արդեն սկսում ես դու ինքդ էլ չես նկատում, որ դու արդեն շատ ես ուտում, քո այդ թեկուզ այդ դրանք կալորիականություն այնպես թե այնպես ունեն, բայց երբ որ արդեն դու միս ես ուտում, ինչև այդպես երկար բարակ չնկարագրեմ, բայց երբ որ արդեն դու մենակ միսն ես ուտում, կենթանական ծագման ուտում ես, ինձ մոտ էլ է շատ եղել, ինձ թվացել է ես մի պահ շատ սոված եմ, երբ որ մի քիչ կարող է այդպես ուշանալ, ինձ թվում է, որ ես կարող եմ, օй հիմա ես իմ քանի կտոր միս ուտել, ինչքան ճարպ ուտել, չէ, միսը այնքան շուտ է կշտացնում, մի պահ կարող ես դու ագա սովից ելնելով ուտել, ու այս վերջերս է իմ մոտ պատահում, բայց արդեն երրորդ այդպես կտորից զգում ես, որ դա էլ առաջ չի գնում, ուզես թե, եթե դու նույնիսկ ուզես շատ ուտել, այդպես շատ էլ չես կարողանում ուտել։ Քո մոտ առաջանում է հագեցվածություն, ու ընդհանրապես դու էլ չես մտածում, այնտեղ միրգ կա, այնտեղ չգիտեմ ինչ կա, ու հավատացեք, բոլոր գերմարդիկ էլ այդ խնդիրները ունեն։ Եթե կան այն մարդիկ, որոնք այո, գրամներով հաշիվում են, ուտում են ու երբեք չեն վերադառնա, ու կյանքում եթե դրանք չհաշիվեն, կամ գան հասնեն մի X կետի ու այդ X կետից հետո նրանք չհաշիվեն այդ ամեն ինչը, կալորիականություններով, գրամներով եւ այլն, հավատացեք, իրենք շատ շուտ հետ են գնալու։ Այդպիսի բան չի, մի կտոր սնիկերս ուտեմ, այնտեղ կալորիաները հաշվեմ, ես միշտ սնիկերս եմ ասում, բայց դա էական չի, կարող է լինել տարբեր տեսակի պարզ եւ բարդ ածղաջրեր։ Նույն էս կաշաները, մարդիկ ասում են կաշանը, շաքար չենք ուտում, շաքար չեք ուտում, բայց տարբեր տեսակի կաշա ասելով մեր հայկական այդ տարբեր տեսակի փլավները, ռուսները բոլորին կաշա են ասում, մենք էլ այդ բոլորին փլավ ենք ասում, մեր հայերս կիմանանք, լինի բրինձ, լինի հաճար, լինի ոսպ, լինի մակարոն եւ այլը լիքը տեսակներ։ Այնպես որ կուզենայի, որ ինչ որ դիտողների մաս ուրախ կլինեի գրել, երբևիցե ինչ որ մի դիետայով սնվում եք, արդյոք համամիտ եք իմ հետ, արդյոք այդ բոլոր յութուբյան, տիկտոկյան, ինստագրամյան այդ հարթակներում բոլոր նիհարողները, որ նիհարում են, արդյոք իրենց տեսնում են, որ իրենք ամբողջ կյանքի
ընթացքում միայն դա են օգտագործելու ու խախտում չեն անելու։ Ու կան այնպիսի մարդիկ, որ դիետայով նիհարել են ու փորձում են նիհարել ու իրենց պատկերացումով, որ կլինի մի 2, 3, 4, 5 տարի հետո իրենք բոլորովին իրենց մետաբոլիզմը կդզվի, ինչպես ասում են, կկարգավորվի, իրենց թվում է, որ իրենք նորից հետ են գալու անցյալին ու ուտելու են այնպես, ինչպես կողքի յուրաքանչյուր մարդն է ուտում ու չի չաղանում, կամ յուրաքանչյուր կողքի մարդն է սնվում ու չի հիվանդանում տարբեր քրոնիկ հիվանդություններով, դա արդեն ուրիշ խնդիր է։ Ես հիմա հասկանում եմ, որ ընդհանրապես այնպիսի բան պետք է անել ու ուղեղով նույնիսկ ասել, որ սահմանափակումներ իրոք կան։ Անսահմանափակ դիետա չկա։ Այդ որ ասում են անսահմանափակ է, մենք ինչ ուզենանք կուտենք, նույնիսկ քաղցր ենք ուտում, նիհարում ենք, օքեյ է, կերեք, ես դեմ չեմ, բայց դա էլ է սահմանափակում, այն որ դուք կշռում եք, այն որ ձեր կալորիաներն եք հաշվում, այն որ դուք գնում եք սպորտ զալերում ժիմի, դեմ չեմ, ես էլ կցանկանամ, իմ քաղաքը փոքր է, ես նույնիսկ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվել ունենք գոնե այդպիսի զալ, որ գոնե կանայք էլ գնան, ես միտք ունեմ, բայց իմ կարծիքով դեռ դա շուտ է ինձ համար, դեռ այն քաշին չեմ հասել, որ ես գնամ ու այդ մարզաձևերով տարբեր զբաղվեմ։ Իսկ ինչքանով է դա ճիշտ, երբ որ դու ուտում ես ընդհանրապես ոչ առողջարար ինչ-որ մի սննդային, ինչ-որ մի սնունդ ու հետո գնում ես մարզվելու, ասենք թե քաշը չավելանա կամ քաշը գցես, բայց դա միևնույն ժամանակ առողջության վրա ազդում է, ուզես թե չուզես։ Այնպես որ այդ մի քանի օրը էլ եմ ասում տիկտոկյան հարթակում տարբեր իմիջիայլոց ռուսական այդ բաներում է տարբեր ու հետաքրքիրն է, որ բոլորը չակերտավոր նուտրիցիոլոգներ են ու մեկը մեկին սխալ է հանում։ Հիմա կարող եք ասել դու էլ հակադարձում ես նրանց, բայց հետաքրքիրն այն է, որ մարդիկ կան, նույն այդ փսիխոլոգները, որ իրենք նիհար են եղել ու այնպես լուրջ դեմքով դիմացինի հոգեբանական պատկերը նկարագրում են, այո, իրենց ասածի մեջ կա մի փոքր ճշմարտություն, բայց երբ որ դա դու քո կաշվի վրա չես զգում ու նկարագրում ես, դա ոչ բոլորի հետ է համընկնում ու ոչ բոլորի հետ ես դու համեմատ, ամեն մեկը յուրովի է ու ամեն մեկս յուրովի ենք ավելորդ քաշ հավաքել, բայց ամեն մեկս ունենք մի խնդիր, ավելորդ քաշի խնդիր ու պետք չէ անընդհատ ամենքին մեկ ճիպոտով քշել ու ասել դու ամեն ինչ կարող ես ուտել, միայն թե քայլիր, արագացրա աշխատանքները եւ այլը եւ այլը։ Իմ հին հետևորդները կարող է հիշեն իմ ասածները, ես գիտեմ այնպիսի մարդիկ, որոնք ամբողջ կյանքում չարչարանքներով են աշխատել, տանջանքներով, դրսի, դաշտի, բայց ասեմ իմանաք իրենք կես գրամ իրենց քաշից չեն գցել, իրենք լավ, կերած, խմած, չափից դուրս ավելորդ քաշ ունեցող տիկիններ ու պարոններ են եղել, այնպես որ դա ասելու բան չի, մենակ սպորտզալը, մենակ շարժվելը, մենակ բանը դա կոմպլեքսային է, եթե սննդակարգը մենք չկարգավորենք, հավատացեք մեզանից ոչինչ չի գնա։ Երեք ես Թեմուից գնումներ եմ արել, ուղղակի տնային այդպես դամաշնիկներ, մամաշնիկները, ու ընդհանրապես սովորություն չգիտեմ, մարդիկ դրանով կոնտենտ են անում, ես սովորություն չունեմ ցույց տալու։ Ուղղակի ասում եմ, երեք ես գնել եմ ինձ համար վերջապես կշեռք,
կարող եք շնորհավորել, բայց կշեռքը էլեմենտները չկային մեջը, պետք է էլեմենտներ դնեմ, ուղղակի պուլտից հանեցի դրեցի եւ հասկացա, որ ճիշտ է համարյա թե կշռում, միգուցե պլյուս մինուս 1 կիլոգրամ կամ այդպես երկուսի տարբերություն հնարավոր է տա կամ չտա, չգիտեմ։ Ամսի 15-ին կգնամ հարևանի տանը, ինչ կշեռքով որ կշռվել եմ, մեծ կշեռքով կկշռվեմ ու ըստ այդմ էլ կհամեմատեմ ինչքանով կարող է իմ կշեռքը ճիշտ կամ սխալ լինել։ Այսօր այսքանը, սիրելիներս, առողջ եղեք, տա Աստված երբեք խնդիրներ չունենաք, ոչ ավելնորդ քաշի, ոչ էլ մեկ այլ բանի, եթե այն հետևորդներն են կամ այն դիտողներն են, որ ընդհանրապես խնդիր չունեն, ուղղակի զուտ հետաքրքրությունից կամ չգիտեմ, ես միշտ ասել եմ, որ կարնիվորը մենակ նիհարելու համար չէ, եթե թերթեք, եթե գտնեք, եթե YouTube-յան ալիքներում տեսնեք, դա շատ քրոնիկական հիվանդություններից ձեզ կազատի։ Ուղղակի խնդրում եմ գրանցվել ալիքին, տարածել ու էլի եմ ասում, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ամեն մի դիտողից, ամեն մի գրանցվողից ու իրոք դա ինձ մոտիվացնում է, բայց էլի եմ ասում, կամ ալգորիթմը չի, կամ էլ դիտումներն են ահա որ քչացել, այնպես էլ չի որ շատ էր, բայց դա էլի գոնե 100-200 դիտում լինում էր, իսկ հիմա 30-40-50, դա մի քիչ ինձ ճիշտն ասած թևաթափ է անում, ուղղակի եթե ես ասեմ շատ համառ եմ, չէ, շատ համառ չեմ, բայց ես համառություն ունեմ, չէ որ ես չնայած գարասկոպներին չեմ հավատում, չէ որ ես գարասկոպով խոյ եմ, խոյերը ինձ կհասկանան, իմ համառությունը մի քիչ ավելի շատ է։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք, հետևեք ալիքիս, իսկ մնացած մեծ կարնիվորի վերաբերյալ թեմաներին հաջորդիվ ես կարող եմ, նույնիսկ կարող եք դուք թեմաներ գրել, այ ինչու կարնիվորը այսպես, այ ինչու կետոն այսպես, այ ինչու ու դրանից թեմաներ կառաջանար, մենք կխոսեինք, եթե նույնիսկ հարցերին նորից եմ ասում չպատասխանեի, ես մեծ սիրով հաջորդ օրը այդ շրջանակներում վիդեո կանեի։ Շնորհակալ եմ բոլորից, եղեք առողջ ու ամենաբարիքը ձեզ։